Hey, Hey, ձեզ հետ է First Armenian podcast-ը Samson. եւ Ջինը։ I don't wanna work today, maybe I just wanna stay, just take it easy cause there's no stress. I know it's not enough for crime, something special in my mind, nothing's gonna cause me distress. Որցինք մեր այսօրվա էպիզոդը նվիրենք շատ կարևոր հարցին, որը որ հուզում է բոլորին, բայց ավելի շատ երիտասարդությանը, դա աշխատանքն է, ինչպես գտնել աշխատանք, ու ընդհանրապես աշխատանքի հետ կապված երևույթներն ու դժվարություններն ենք այսօր քննարկելու։ Կուզենք պատմական կարճ էքսկուրս անցկացնել ձեզ, թե ինչպես է փոխվել աշխատանքի ընկալումը պատմության ընթացքում։ Հիմնականում խոսելու ենք արևմտյան քաղաքակրթության ընկալումների մասին։ Արիստոտելի ժամանակներում աշխատանքը բոլորովին այլ ընկալում ուներ ու երբեմն դժվար է նաև պատկերացնել, թե ինչպես դա կարող էր այդպես լինել, բայց այնուամենայնիվ Արիստոտելը ինքը ուսուցիչ էր, ինքը հետևել կերպ էր մտածում ու նաև նույն կերպ սովորեցնում էր նաև իր ուսանողներին, այն որ մտքի կյանքը, մտավոր ինտելեկտուալ աշխարհը բաց է միայն հարուստների համար ու նրա ստեղծած դպրոցում նույնպես կարող էին մենակ հարուստների երեխաներ սովորել։ Ըստ Արիստոտելի, ցանկացած մարդ, ով աշխատում էր զուտ իր օրվա հացը վաստակելու եւ ապրելու միջոցներ գտնելու համար, ստրուկ էր համարվում։ Եվ սա ենթադրում էր, որ այս նպատակով փողին ցկտելը բոլորովին անհամատեղելի էր արդյունավետ մտավոր աշխատանքի հետ, որը իրականում կրեատիվ էներգիա է ստեղծում եւ ստեղծագործականություն է առաջացնում։ Քրիստոնեական ժամանակաշրջանում խոսքը ավելի վաղ քրիստոնեության մասին է։ Աշխատանքը ընկալվում էր որպես ադամական մեղքի պատճառով պատիժ, այսինքն այն պատիժը, որ բոլոր մարդիկ պետք է կրեին ու աշխատանքը ոչ մի հաճույք չէր պատճառում, հիմնականում աշխատանքը հանդես էր գալիս ապաշխարանք, ցանկացած մարդ, որ այս աշխարհը եկել, պետք է կրի ադամական մեղքի իր բաժինը, աշխատելով, տանջվելով, հիմնական գաղափարը այն էր, որ հետագայում այս տանջանքից ազատ են լինելու բոլոր մարդիկ, աշխատանքի տանջանքից նկատի ունեմ, ու հավիտյանական կյանքում աշխատանք չէր լինելու։ Ինչպես տեսնում ենք, կրոնը միշտ զուգահեռ է քայլել աշխարհիկ շատ բաների հետ կապված ընկալումներին։ Բողոքականության ի հայտ գալուն պես, որը նույնպես քրիստոնեության միջուղ էր, բայց շատ այլ տարբեր ընկալումներով եւ գաղափարախոսությամբ, մարդիկ աշխատանքը սկսեցին ընկալել որպես Աստծո կողմից տրված տաղանդների իրացում ցանկացած ոլորտում։ Այսինքն այն մարդիկ, ովքեր իրականացնում են ինչ-որ աշխատանք, լինի դա դերձակություն կամ ուսուցչություն կամ կոշկակարություն, ուղղակի իրենց պարտքն էին համարում այդ աշխատանքը կատարել, որովհետև ցանկացած աշխատող անուղղակիորեն կրում էր իր մեջ Աստծո պատկերը։ Ինչպես Մարտին Լութերն էր ասում, Աստված գործ էր անում աշխատավոր դասակարգի ձեռքերի միջոցով ու որոշ դեպքերում Աստծո կողմից սովորական դերձակի աշխատանքը շատ ավելի շատ էր գնահատվում Մարտինի պատկերացմամբ, քան բարձր դասերի կատարած աշխատանքը։ Մարտին Լութերի շրջանում կարծես թե նախապատրաստվում էր մշակութային եւ աշխարհընկալման գալիք բումին։ 16-րդ դարում այդ բումը տեղի ունեցավ Ռենեսանսի գալուն պես։ Բնականաբար աշխատանքի ընկալումն էլ փոխվեց, շատ բեկումնային կերպով փոխվեց։ Այնպիսի հանճարներ, ինչպես են Միքելանջելոն, Դա Վինչին եւ այլոք, սկսեցին իրենց գյուտերն ու ստեղծագործությունները վաճառել, բայց նրանք ստրուկ չէին եւ միևնույն ժամանակ հաճույք էին ստանում իրենց կատարած աշխատանքից։ Ռենեսանսի այս ժամանակահատվածը ցույց տվեց մարդկությանը, որ աշխատանքը նաեւ կարող է բերել գոհունակություն, ստեղծագործական մտքի պրոդուկտների միջոցով կարելի էր նաև գումար վաստակել։ Գումար վաստակելը չէր ընկալվում որպես օրվա ապրոստի հացը ապահովելու համար, այլ ինքնազարգացման ու ստեղծագործելու հետ եկող բոնուս էր։ Այս շրջանն էր, որ հետագայում այդքան ազդեց ոչ միայն մարդկանց մտածելակերպի ու ընկալումների վրա, այլ նաև գիտենք, թե ինչպիսի ազդեցություն ունեցավ նաև համաշխարհային մշակութային ժառանգության վրա։ Այնուհետ, երբ որ տեղի ունեցավ արտադրական հեղափոխություն, երբ որ մարդիկ փոխարինեցին ձեռքի աշխատանքը մեքենայացված աշխատանքով, բնականաբար աշխատանքի ընկալումն էլ փոփոխություն կրեց։ Ավտոմատացված աշխատանքի անցնելը ուներ իր դրական կողմերը, որովհետև թեթևացնում էր մարդկանց աշխատանքը, եւ հիմա էլ մենք դրա պատուղներն ենք կրում, այսինքն կապիտալիզմի արդյունքն է այն, ինչ որ մենք ունենք, լվացքի մեքենաներից սկսած մինչև այլ ավտոմատացված համակարգեր, որոնց վրա նախկինում մարդիկ են աշխատել
փոխվել։ Բայց սա ուներ նաև մի բացասական բան, որը նաև ազդեց աշխատանքային այս էվոլյուցիայի վրա։ Սա այն էր, որ մարդիկ բոլորովին կապ չունեին իրենց տված պրոդուկտի հետ, մի տեսակ անջատված հեռացված էին, որովհետև մեծամասամբ արտադրություն էր գնում եւ մեքենայացված համակարգը թույլ չէր տալիս շատ ստեղծագործականություն մտցնել աշխատանքի մեջ, փոփոխություններ անել, ինչ որ կային ստանդարտներ, որոնց համապատասխան արտադրանք էր տրվում մեծամասամբ մեքենայացված, մարդիկ ունեին աշխատանք, բայց չէին բավարարվում իրենց աշխատանքով, որովհետեւ ընթացքը չափազանց ձանձրալի էր։ Ու հենց այդ ժամանակ է, որ ավելի շատ գումար աշխատելը դարձավ առաջնային, այսինքն աշխատում էին մարդիկ ավելի շատ գումար աշխատելու ու հետեւաբար ավելի շատ գումար ծախսելու ու սպառողականությունը ապահովելու համար։ Աշխատանքի ժամանակակից ընկալումը որոշ դեպքերում նաև նման է հենց այս ընկալմանը, որովհետև աշխատանքը շատ ու շատ մարդիկ ընկալում են միայն որպես գումար աշխատելու միջոց ու ինչքան հնարավոր է շատ գումար աշխատելու միջոց։ Ու հենց այս պատճառով է, որ Կարլ Մարքսը սկսեց քննադատել կապիտալիզմը։ Շատ մարդիկ մտածում են, որ Կարլ Մարքսը հանդես էր գալիս աշխատանքի դիմաց ու մտածում են, որ կոմունիզմը այդ աշխատանքի վերացումն է, իրականում այդպես չէ։ Կարլ Մարքսը լինելով աշխատավոր եւ աշխատելով օրական 12 ժամ եւ ավել դեմ չէր աշխատանքին, այլ դեմ էր նրան, որ աշխատանքը մարդուն գոհունակություն չի տալիս եւ շատ դեպքերում ձանձրալի է ու ասում էր, որ պետք է այնպիսի աշխատանք կամ այնպիսի համակարգ ստեղծել, որ ցանկացած մարդ կկարողանա իր աշխատանքից գոհունակություն ստանա ու իր տված արտադրությունից անջատված ու բաժանված չի լինի։ Պատմության ամեն շրջանի հետ առաջնահերթությունները կապված աշխատանքի հետ անընդհատ փոփոխվել են, բայց ինձ թվում է մեզ վրա, մեր հասարակության եւ մեր սերնդի վրա շատ ազդել է կապիտալիզմը, որի մեջ մենք ապրում ենք, կապիտալիզմի փիլիսոփայությունն ու գաղափարախոսությունը ու առաջնահերթությունը մեծամասամբ տրվում է գումար վաստակելուն, ավելի բարձր պաշտոնին, ավելի լավ ապահովված կյանքին, բայց քո պատկերացմամբ լավագույն տարբերակը աշխատանքի առումով որն է։ Եթե ես համատեմ, կարծիքով լավագույն աշխատանքի ընկալումը իմ մոտ ավելի շատ նման է Ռենեսանսի ժամանակաշրջանի ընկալմանը, այսինքն ես կարծում եմ, որ ճիշտ աշխատանքը այն աշխատանքն է, որը որ գումար բերելուց բացի ավելի շատ ուղղված է մարդու ստեղծագործական սկզբնաղբյուրերի եւ մարդու ստեղծագործական էներգիայի իրացմանը, այսինքն այն աշխատանքն է իմ համար ճիշտ աշխատանք, որը թույլ է տալիս ապրել մարդուն ինքն իր հետ հարմոնիայի մեջ։ Այս ամեն ինչի մասին խոսելուց շատ կարևոր է նշել, որ մեծ տարբերություն կա չերջանկացնող ու հաճույք չտվող աշխատանքի ու գործազրկության հետ։ Շատ դեպքերում իմ համար ավելի շատ ընդունելի է գործազուրկ լինել, քան զբաղվել այն աշխատանքով, որը որ չի երջանկացնում, հաճույք չի պատճառում ու հակառակը ավտոմատացնում է կյանքը ու մարդուն սարքում ռոբոտացված ինչ-որ մի աշխատանքը անընդմեջ անող երևույթ։ Իրականում ես կարծում եմ բոլորս ունենք այս ընտրությունը։ Երբեմն մարդիկ ասում են, որ պայմանները ծանր են, գործազրկությունը շատ է եւ այլն կամ հազիվ են աշխատանք ճարելու ընտրություն չունեն, բայց ամեն դեպքում աշխատանքը պիտի ընտրություն լինի։ Իմ կարծիքով էլ ոչ երջանիկ աշխատանքը շատ ավելի վնասներ ունի, քան օգուտ։ Սկսած ստրեսներից, հաճույքով գործը չանելուց, լճացումից, մինչև առողջության վատթարացում։ Բացի դրանից կարելի է ասել, որ շատ մեծ է հասարակության ընտանիքի ազդեցությունը մեր վրա, որովհետև հիմնականում հասարակություն ընտանիքը ավելի շատ կապիտալիզմի պրիզմայով են նայում աշխատանքին ու կարևոր չէ թե դու ինչ աշխատանք ես անում, քանի դեռ դու աշխատանք ունես, հետեւաբար դու հաջողակ ես համարվում ու այն երևույթը, որ աշխատանքը չի երջանկացնում մարդուն ու ոչ մի դրական բան չի տալիս, բացի գումարից ու բացի այն հնարավորություններից, որ գումարն է տալիս ինչ-որ բան գնելու, սպառելու, նաև շատ կարևոր է, որ մարդու աշխատանքը լինի իմաստալից ու կարևոր չի թե ինչ աշխատանք ես անում, եթե այդ աշխատանքի մեջ գտնում ես իմաստ, բնականաբար արդեն այդ հարմոնիան է գալիս ու ոչ մի խնդիրներ ու տարանջատում այդ աշխատանքից անջատված լինելը չի լինում մարդու մոտ։ Երիտասարդության մեջ այս աշխատանքի խնդիրը շատ մեծ տեղ ունի նաև այն պատճառով, որ գործություն ունի կարիերայի կրիզիս ընդհանրապես ամբողջ աշխարհում ու ստացած կրթությունը շատ դեպքերում չի համապատասխանում մարդու ցանկություններին,
շատ դեպքերում ընդհանրապես ոչ մի ձև հաշվի չի առնվում ոչ ծնողների, ոչ կոնկրետ անձի կողմից, թե ինչ աշխատանք նա կուզեր ունենալ, ինչ տեսակի մարդ է նա ու արդյոք կարողանա իր ընտրած մասնագիտության լավ տիրապետել։ Շատ հաճախ նայում են, թե շուկան ինչ է պահանջում առանց հաշվի առնելու սեփական հնարավորություններն ու ունակությունները։ Հիմա օրինակ IT ոլորտով զբաղվողների թիվը կտրուկ մեծացել է, որովհետև շուկայի պահանջներն են, բայց շատերը նրանցից բացարձակ գաղափար չունեն թեմայից ու ասենք երևի թե շատ լավ բանվորներ կարող է լինեին։ Դու կարող ես լինել լավագույն դերձակը, բայց լինել ամենավերջինը ծրագրավորման մեջ։ Իմաստ չունի ընտրել ծրագրավորումը։ Ինչպես կարելի է գտնել աշխատանք վերջի։ Ես կուզենայի այստեղ նշել, որ ես էլ սամսնել շատ տարբեր տեղերում, շատ տարբեր աշխատանքներ ենք կատարել։ Միշտ ամեն տեղից ինչ-որ բան սովորել ենք, մենք հիմա էլ այս ճակերտավոր աշխատանքն անելիս ինչ-որ բան սովորում ենք, բայց օրինակ ես միշտ լքել եմ այն աշխատանքը, որը սպառել է ինքն իրան, այլևս ինձ չի սովորեցրել, դադարել է իմաստ ունենալ ու ես այստեղ այս պարագայում չեմ վախեցել այն նախորդ կետից գործազուրկ մնալուց, բավական հեշտությամբ գտել եմ մեկ այլ աշխատանք, որը փոխարինել է ինչ-որ առումով։ Կարծես թե մեր էպիզոդի անունը խոսում էր նրա մասին, թե մենք պետք է ձեզ պատմենք, թե ինչպես գտնել աշխատանք, ինչպես գտնել ինչ-որ կայք, որտեղ դուք կարողանաք հեշտությամբ աշխատանք գտնել, ման գալ եւ այլն դիմել, CV լրացնել եւ այլն, բայց այդ ամենը մենք չենք ասում, որովհետեւ դա արդեն երկրորդական, որ այդքան էլ ոչ կարևոր տեխնիկական հարցեր են։ Ամենակարևորը մեր կարծիքով այն է, որ դուք հստակ պատկերացում կազմեք նրա մասին, որ մենք խոսեցինք, հստակ պատկերացում ունենաք ձեր սեփական ցանկությունների, ձեր մարդ որպես տեսակի, ձեր նախընտրությունների մասին, հասկանաք, որ երբեմն հասարակությունը, ընտանիքը, ընդհանրապես տնտեսական իրավիճակը շատ ճնշող կարող է լինել ու ստիպել ձեզ գնալ ու ընտրել այն աշխատանք, որը որ չի երջանկացնում ձեզ ու որը որ ձեր վրա շատ ավելի վատ ազդեցություն է ունենում, քան գործազուրկ լինելը։ Այս դեպքում պետք է չվրազել, պանիկայի մեջ չընկնել ու հաշվի առնել, որ ձեր առողջությունը, ձեր հարմոնիան ու ձեր հանգիստ լինելը շատ ավելի կարևոր է, քան հասարակության կամ ընտանիքի կողմից հաջողակ համարվել։ Ես կարծում եմ, որ երբեմն մտավոր աշխատանքը, ստեղծագործական աշխատանքը ճգնաժամի մեջ է հայտնվում, ու այդ ժամանակ կարելի է shift անել, ինչ-որ փոփոխություն անել ու գնալ, ասենք, ֆիզիկական աշխատանք կատարելու։ Այդ կերպ լիցքաթափվում ես ինչ-որ առումով։ Ես հիշեցի Թեոդոր Տրայզերի հանճարը, որտեղ գլխավոր հերոսը Յուջին Վիդլան, արվեստագետ, ով ում մոտ ստեղծագործական ճգնաժամ էր, ինչ-որ պերիոդ գնաց ու աշխատեց որպես սևագործ բանվոր, կարծեմ երկաթողում, եթե չեմ սխալվում։ Ինձ թվում է ես էլ կուզենայի ինչ-որ ժամանակ գնալ ու հենց սևագործ բանվորություն անել։ Իրականում ես ինքս էլ եմ աշխատել որպես բանվոր շինարարական կազմակերպությունում ու այդ ժամանակը իմ անցկացրած չեմ ափսոսում, որովհետև կենսափորձ եմ ձեռք բերել, ճիշտ է, այդ աշխատանքը իմը չէ, ես այդ աշխատանքով եթե երկար ժամանակ զբաղվեմ, հաճույք չեմ ստանա, բայց ամեն դեպքում ձեզանից է կապված, թե դուք ընտրեք այդ ծախսած ժամանակը այդ աշխատանքի վրա ինչպես ընկալեք։ Հայաստանում աշխատանք փնտրելու այն կայքերը, որոնք խոստացել ենք ձեզ ներկայացնել, մի քանի կարևոր կետեր եւ խորհուրդներ ու նաեւ բաներ, որոնցից պետք է խոսափել հարցազրույցի, դիմելու եւ այլնի ժամանակ կգտնեք մեր կայքում։ Շնորհակալ կլինենք, եթե մեզ հետ կիսվեք ձեր տպավորություններով այս ոդքասթից ու նաև աշխատանքային փորձի հետաքրքիր պատմություններով ու խորհուրդներով։ Շնորհակալություն, որ մեզ լսեցիք ու ձեր ժամանակը ծախսեցիք մեր ոդքասթը լսելու համար։ Կիսվեք այս նյութով, եթե համարում եք, որ այնպիսի բաներից ենք խոսացել, որ արժի կիսվել ձեր ընկերների հետ ու շնորհակալություն, որ լսեցիք։ Գնանք աշխատենք։ Այո։ Bye։ Հաջողություն։